Նամակ Եբրայեցիներին Եբրայեցիներին առաջին գլուխ Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում բարձունքներում։ Նա այնքան գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի տարբեր անուն ժառանգեց։ Արդարև հրեշտակներից որին երբևէ ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ», և դարձյալ «Ես նրան հայր կլինեմ, իսկ նա ինձ որդի կլինի», և դարձյալ երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները»։ Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին հրեղեն բոցեր»։ Իսկ որդու մասին ասում է. «Քո աթոռը, Աստված, հավիտենական է, քո արքայության գավազանը շիտակության գավազան։ Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը։ Դրա համար, Աստված, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։ Նաև դու, Տեր, սկզբից երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։ Նրանք կորստյան պիտի մատնվեն, բայց դու կաս և մնում ես։ Բոլորը պիտի մաշվեն որպես ձորձեր, իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու։ Հրեշտակներից որին երբևէ ասաց. «Նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»։ Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։